Սիրելի աշակերտներ 4-րդ դասարան, այսօր ծանոթանում ենք գծային հարվածի հետ։ Երբ մեր հարվածները շարունակական են միևնույն գծի վրա, դա ի վերջո բերում է նրան, որ մենք հաղթահարում ենք մրցակցի պաշտպանությունը։ Խնդրեմ, 1 հարված, 2 և ապա 3, այսպես։ Դա բերեց նրան, որ մենք հաղթահարեցինք մուլտիկի համբերատար հերոսի հերվային համակարգը։ Հիմա տեսնենք ինչպես է դա տեղի ունենում շախմատում։ Ուշադրություն ենք դարձնում, որ F7 դաշտը պաշտպանված է նավակով, այլապես սպիտակները անմիջապես մատ կհայտարարեն։ Բայց գնահատելով ռեսուրսները, սպիտակները տեսնում են, որ այստեղ նույն գծի վրա ունեն նավակ, F1 դաշտի նավակը, որը նույնպես նայում է, այսպես ասած, ռենտգենով նայում է F7 դաշտին։ Եվ տեղի ունենում զոհաբերություն։ Թագուհի F7 հայտարարում է շախ, սևերը ստիպված են վերցնում թագուհին, և տեսեք, ահա այս նավակը նույն գծի վրա, խնդրեմ, հարվածում է F7, տեղի ունեցավ շախ և մատ։ Ուշադրություն դարձնենք, որ այստեղ կա ձիգ, որը նախ պաշտպանում է նավակին և ապա հսկում արքայի փախուստի դաշտը։ Խնդրեմ, ուրեմն մենք տեսանք, որ F7 դաշտը գտնվում է և թագուհու, և այս նույն F ուղղաձիգի վրա գտնվող, այս նույն գծի վրա գտնվող նավակի հարվածի տակ։ Եվ սպիտակները հաջողությամբ կարողացան հաղթել։ Եվս մեկ օրինակում սև արքան կաշկանդված էր իր խաղաքարերով, միակ շարժը դա G7 դաշտն է, բայց եթե մենք այս անկյունագծով շախ հայտարարենք, կլինի մատ։ Հիմա փիղը վերցնել չենք կարող, պարզապես փոխանակություն տեղի կունենա, և նույնպես օգտվելով ահա այս առիթից, տեսեք, փիղը գտնվում է A1 հաշիվ անկյունագծում, դրան միանում է թագուհին։ Թագուհին միացավ, հայտարարեց E5-ից շախ, զոհաբերեցինք թագուհին, ստիպված սևերը վերցնում են, այլապես դա մատ կլիներ, և տեսեք նույն գծի վրա գտնվող փիղը հարվածում է E5 և մատ։ Խնդրեմ, նույն ևս մեկ օրինակ էր և անցնենք վարժություն տետրերի տրամագրերին, դաս 20 տրամագիր 1։ Այստեղ խաղում ենք սևերով և փորձենք օգտագործել գծային հարված։ Տեսեք, առաջին հորիզոնականում փորձում ենք հայտարարել շախ, սակայն եթե մենք վերցնենք նավակը D1-ի, այս նավակը ուներ 2 պաշտպանություն, նրան պաշտպանում են և թագուհին, և ռենտգենով, այսինքն այլ խաղաքարի միջով, նրան պաշտպանում է նաև D6 նավակը։ Փաստորեն 2 պաշտպան ունի և պարզապես սպիտակները, խնդրեմ, կփոխանակեն խաղաքարերը և այստեղ հաղթանակ լինել չի կարող։ Խնդրեմ, ռենտգենի սկզբունքը այլ խաղաքարի միջով, տեսեք, նավակը պաշտպանում է այժմ թագուհուն։ Խնդրեմ, պարզապես տեղի ունեցավ փոխանակումներ և սա հավասար խաղ է։ Այդ պատճառով մենք կիրառում ենք գծային հարված։ Գծի վրա հայտնվում է ևս մեկ խաղաքար, այն ամրապնդելու համար։ Տեսեք գծային հարվածը։ Մենք գործում ենք նույն գծի վրա, թագուհի D2-ը E1։ Թագուհի E1 շախ և շախից պետք է ազատվել։ Հիմա, եթե սպիտակները ընդունեն զոհաբերությունը, վերցնեն նավակով, այս նույն գծի վրա մենք ունենք ևս մեկ նավակ, շախ և մեկ քայլից հետո տեղի կունենա մատ, քանի որ կարող են թագով փակել, բայց միևնույն է կհայտարարենք մատ։ Խնդրեմ, թագուհին հայտնվեց E1 դաշտում և հայտնվեցինք մեկ գծի վրա, այժմ մենք 2 խաղաքարով ենք։ Սպիտակները նույնպես կարող են այդ սկզբունքն օգտագործելով պաշտպանվել։ Թագուհի F1 փակեցին շախի ճանապարհը և նավակը ռենտգենով պաշտպանում է իր թագուհին այս նույն գծի վրա, բայց մյուս կողմից սևերը նույնպես այդ գծի վրա ունեն ներկայացուցիչ։ Տեսեք գծային ինչպիսի պայքար է ընթանում։ Հիմա տեսնենք արդյունքը։ Հարվածեցինք թագուհուն, որին ռենտգենով պաշտպանում էր ահա այս նավակը, ռենտգենով պաշտպանում էր։ Շախ, նավակը կարող է նրան վերցնել, բայց մենք մեր հերթին ռենտգենով պաշտպանում ենք մեր թագուհուն։ Տեսեք գծային գրոհ է գնում նույն գծի վրա։
նավակը վերցնում է F1, իրենց հերթին սևերն են խաղում, նավակը վերցնում է F1 և մատ։ Այսպիսով տեղի ունեցավ գծային հարված, ուրեմն սկսում ենք թագուհի E1 քայլից, շախ և իր շարունակությունով։ Տրամագիր 2-ում փիղը տեսեք նայում է F7 դաշտին և այստեղ հայտնվելու պարագայում կլիներ մատ, սակայն սև փիղը խանգարում է։ Այս նույն F7 դաշտին նայում է թագուհին և փղի գիծը բացելու համար, անկյունագիծը երկարացնելու համար կարելի է թագուհին զոհաբերել։ Ու իհարկե այստեղ նաև ձիու ներկայությունն է։ Թագուհի F7 շախ, շախից ազատվելու միակ տարբերակը վերցնելն է շախ տվող խաղաքարը, փիղը վերցնում է F7 և փղի անկյունագիծը տեսեք սկսեց գործել։ Փիղը վերցնում է F7 և սա մատ էր։ Ուրեմն, ահա այս անկյունակ գծին միացավ թագուհին։ Տրամագիր 3-ում խաղում ենք սևերով, ինչպես տեսնում ենք նավակը և թագուհին գտնվում են նույն գծի վրա, այստեղ կա սպառնալիք և նրանց միանում է փիղը։ Այսպիսով զոհաբերելով թագուհին, տեսեք զոհաբերում մարտավարական հնարքը որքան շատ է հանդիպում։ Հիշեցնեմ, որ զոհաբերումից հետո մենք պետք է ունենանք էլ ավելի մեծ առավելություն, քան զոհաբերվող խաղաքարը։ Թագուհի H1 շախ, շախից նահանջել հնարավոր չէ, հարկավոր է վերցնել շախ տվող խաղաքարը և այստեղ երկարացավ, բացվեց սև փղի անկյունագիծը, ինչին միանում է նավակը։ Նավակը վերցնում է H1 և մատ։ Խնդրեմ այս կոնստրուկցիան հիշել, երբ անկյունում այսպիսի մատ է հնարավոր փղի և նավակի համագործակցությամբ։ Եվ այս առումով մատը հնարավոր է, երբ մրցակցին կա խանգարող խաղաքար։ Այստեղ տեսեք F2 զինվորը խանգարեց, որպեսզի արքան դիմի փախուստի։ Միայն ահա այս անկյունագծով, ահա այս խաղաքարը։ Այստեղ կարող է լինել ձիուց բացի ցանկացած այլ խաղաքար խանգարող և այս կոնստրուկցիան բերում է մատային դիրքի։ Խնդրում եմ հիշել, մենք սրան դեռ կհանդիպենք։ Ահա այսպես է։ Անկյունում տեղի ունենում մատ։ Իհարկե, եթե այստեղ լինի ձի, ձին կհարվածի շախ տվող խաղաքարը։ Տրամագիր 4, այս պարագայում թագուհին, Ե4 դաշտի փիղը և նավակ, տեսեք բոլորը նայում են այս H7 զինվորի։ Այս H7 զինվորը հայտնվեց մեր խաղաքարերի գծի տակ, խնդրեմ հարվածի տակ։ Թագուհին վերցնում է H7, հայտարարված սևերը ստիպված են պատասխանել, նավակը վերցնում է H7, տեսեք փիղը հսկում է փղի օգնությամբ, սպիտակների նավակը վերցնում է H7 և տեղի ունեցավ մատ։ Խնդրեմ փղի օգնությամբ, ահա այսպես շախ և մատ։ Շարունակում ենք և սա դաս 21 տրամագիր 1-ն է, քայլը սպիտակներին է, նույնպես փորձում ենք հասնել հաղթանակի և մեր պարագայում, այս պարագայում մեր 3 խաղաքարը նայում են, խնդրեմ, ահա այս F8 դաշտին։ Թագուհու զոհաբերությամբ, տեսեք նավակը ինքը չի կարող քայլել F8, այդ իսկ պատճառով մենք թագուհով ենք քայլ կատարում։ Թագուհի F8 շախ ստիպված վերցնում է F8 սևերը և զինվորն է փոխարկվում թագուհու վերջին հորիզոնականին, վերցնելով մրցակցի նավակը։ Ընտրում ենք թագուհի և տեղի ունեցավ մատ։ Տեսեք նավակի մասնակցությունը, մինչ այդ նրա ճանապարհը փակ էր։ Այն հայտնվել էր նույն գծի վրա։ Տրամագիր 2, այստեղ սպիտակ թագուհին և փիղը նայում են F6 զինվորի։ Տեսեք սև արքան գտնվում է փղի անկյունագծի ներքո և թագուհին միանում է այս գծին, հենց սա էր գծային հարվածը։ Միացանք այս գծին, հայտարարեցինք շախ, զոհաբերում ենք թագուհին և վերցնում փիղը, խնդրեմ, նույն գծի վրա, մենք հարվածում ենք նույն գծի վրա, այս անկյունագիծն է։ Հայտարարում ենք շախ, այստեղ միակ նահանջի դաշտն է G8 և պարզապես մեկ քայլից ձին H6-ից հայտարարում է մատ, քանի որ տեսեք փիղը փակել է անկյունագիծը։ Տրամագիր 3-ում մենք այսպիսի ձևաչափ արդեն հանդիպել ենք և նավակն ու թագուհին մեկ գծի վրա են, նրանց կարող է միանալ փիղը։ Նույնպես զոհաբերում ենք թագուհին,
ստիպված են պատասխանել եւ հիշում եք այստեղ խանգարող խաղաքարը դաս 20-ի դեպքում տեսեք կրկնվում են մյուս կողմից սա ցույց է տալիս որ այսպիսի դրություններ շատ են հանդիպում եւ մենք սրան պատրաստ ենք վերցնում ենք նավակը վերցնում է H1 շախ եւ մատ ահա այս կոնստրուկցիան որը ես խնդրում եի հիշել եւ խանգարող խաղաքարը Տրամագիր 4-ի ձևաչափը մենք հանդիպեցինք նախորդ 20-րդ դասի տրամագրերում, երբ տեղեր ունենում գծային պայքար ռենտգենով։ Խնդրեմ, առաջին քայլը կարծես թե ակնհայտ է նավակ ամեկ շախ հայտնվեցինք առաջին հորիզոնականում, արքան չի կարող դիմել փախուստի, սակայն կարող է նահանջել F2 եւ այստեղ փղի եւ նավակի համագործակցությամբ տեղի ունենում մատ։ Նավակ F1 շախ եւ մատ։ Տեսեք, այս նմանատիպ կոնստրուկցիան մենք կարծես թե տեսել ենք, արքան չի կարող նահանջել G3։ Ուրեմն նավակի շախից հետո սպիտակները կարող են փակել շախի ճանապարհը, հաշվի առնելով, որ կա 1 հարված եւ 1 պաշտպանություն։ Այս դեպքում նավակը վերցնելը ճիշտ չէ, քանի որ պարզապես տեղի կունենա փոխանակում։ Տեսեք, թույլ քայլ է սա։ Փոխանակում եւ վերջ, այստեղ սևերը չեն կարող ունենալ հաղթական դիրք։ Մենք հայտնվում ենք նույն գծի վրա, մեր մեկ այլ խաղաքարով։ Թագուի D1 եւ այժմ մենք այստեղ երկուսն ենք։ Սա զոհաբերություն է, որ սպիտակները այո կարող են ընդունել։ Նավակը վերցնում է D1 նույնը կատարում են սևերը, շախ, նորից մենք ստացանք նույն դիրքը։ Հիմա եթե արքան դիմեց փախուստի, փիղը թույլ է տալիս, որ F1-ում վայրեջք կատարի նավակը եւ մեկը մյուսի օգնությամբ հայտարարեցին մատ։ Ինչ եթե սպիտակները այս շախից հետո, ահա ներողություն, այս գծային պայքարից հետո, երբ մենք զոհաբերեցինք թագուին, չընդունեն զոհաբերությունը եւ խաղան թագուի E1 փակելով շախի ճանապարհը, երբ նավակը ռենտգենով պաշտպանում է իր թագուհուն։ Այս գծային պայքարը մենք նորից առիթ ունենք հանդիպելու, բայց չէ որ մենք թագուհուն նույն ռենտգենի սկզբունքով այստեղ մենք ունենք նավակ, որը նույնպես հարձակվում է այդ թագուհու վրա նույն գծով։ Փաստորեն մենք E1 դաշտի վրա ունենք 2 հարված, տեսեք, մեկը ռենտգենի միջոցով, այսինքն այլ խաղաքարերի միջով։ Այսպիսով վերցնում ենք E1 թագուհին, փոխանակումից հետո մեր նավակը մնաց հաղթող դիրքում։ Նավակը վերցնում է E1 եւ նույն սկզբունքով հայտարարում մատ։ Եվս մեկ տարբերակ, որ կարող էր հարց առաջացնել։ Նորից նավակ ամեկ շախ, սպիտակները փակում են շախի ճանապարհը, մենք այս գծին միանում ենք եւս մեկ խաղաքարով, թագուի D1։ Ահա այստեղ սպիտակները կարող են ոչ ընդունել զոհաբերությունը, ոչ փակել շախի ճանապարհը, այլ պարզապես դիմել նահանջել արքայով, դիմել փախուստի։ Կիրառում ենք գծային հարված։ Տեսեք, F1 դաշտում մենք ունենք 3 ֆիգուրի ընդհանուր կետ։ Հանդիպում խաչմերուկ։ Այսպիսով, թագուհի F1 շախ, արքան չունի փախուստի տեղ, ստիպված պետք է վերցնել թագուհուն, որին պաշտպանում էր ռենտգենով մեր նավակը։ Տեսեք, այլ խաղաքարի միջով։ Ուրեմն, սևերը ընդունում են զոհաբերությունը եւ նավակը վերցնում է F1 եւ մենք ունենք նույն մատը։ Այսքանը շնորհակալություն եւ մինչ նոր հանդիպում։